ցուցանագիրքը, այսինքն ռեկորդերի գրանցման հանձնաժողովը կազմավորվել է այս սպորտային, այսպես ասած, կաճառում, սպորտ կոմիտեի շենքում 1991 թվականին եւ 97 թվականից հանձնաժողովի նախագահն ես եմ, այն ժամանակ կոչվում էր արտասովոր շարժողական ունակությունների գրանցման հանձնաժողով, իսկ այս ցուցազուների մեջ, ով կար արդեն ռեկորդներ գրանցվել էր, առաջարկեցի տվեք ձեր կողմից գրքի անվանումը եւ մեր հանձնաժողովի անվանումը եւ դրանից հետո փոխվեց դառավ Արդարադատության նախարարությունում էլ հաստատված ամեն ինչով մենք ունենք եւ հանձնաժողովը ցուցանագրքի եւ ունենք ցուցանագրքի հիմնադրամը մինչ օրս հրատարակել ենք 2 հատորը, 3-4 հատորները պատրաստ է, մի փոքր տեխնիկական բաներ կա, սպոնսորների հարցերով որոշ բաներ կա, որ դրանք էլ լուծվի, պատկերացնում եք, աշխարհում եզակիներից մեկն ենք, որտեվ Ռուսաստանը ունի ընդհանրապես 2 հատոր, նրանք էլ շուտվանություն են, ուկրաինացիները նրանք է 2 հատոր, աշխարհում չկա ազգային այս գրքի նմանատիպը, մենք առաջինն ենք, քանի որ Ռուսաստանը կամ Ուկրաինան բավականին բանը ԱՊՀ երկրների ռեկորդներն էլ եկալ են, այնց գրել են, իրաց համար գիրք են հրատարակել, իսկ մենք այդ քայլին չգնացինք, միայն հայկական։ Եվ երբ Ռոման Սարարաջյանը նշում է, որ տարածաշրջանում չէ, մենք աշխարհում ազգաբնակչության վրա բաժանելով մեր Գինեսի ռեկորդները 87 է, բաժանելով 1500-ի չափ հասնող ցուցանագրքի ռեկորդները, որոնց մեջ շատ կա, որ արժաններ Գինեսի լինելու Boeing 747 մակնիշի ինքնաթիռ մի ձեռքով քաշել, 4 վագոնից կազմված շարժակազմը 84 տոննա մի ձեռքով ձգել տանել, 411 տոննա կշռող գնացքը 1 մետր 80 սանտիմետր ձգող մարտունեցի ունենք, այսինքն ահռելի քանակով, եւ երբ բաժանում ենք դա մեր ազգաբնակչության վրա տոկոսային հարաբերությունով, տեսնում ենք, որ մենք իրոք շատ գլուխ գովալու տեղ ունենք, այս ազգը տված ուրիկ, պապուս ասածներ տված ուրիկը, ամեն ինչից էլ քավլիցի Այս պահին 87 նշեցիք, այո, 87 Գինեսի ռեկորդակիր ունենք մեր անկախ Հայաստանի պատմության ընթացքում։ Մենք ունենք Ամերիկայում էլ բնակվող այստեղից գնացած, մենք ունենք Ֆրանսիայում էլ եւ Կանադայում էլ, այսինքն հայ, մեր համար հայը, չէ՞, կարանք ասենք։